Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել լուրջ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում այլախոհության համակարգային ճնշման կապակցությամբ ընդգծել երկրի վարկանիշը մամուլի ազատության ինդեքսում եւ փաստելով ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված սահմանափակող օրենսդրական դաշտը։ Զեկույցում դատապարտվում է Ադրբեջանի չմասնակցելը վեհաժողովի աշխատանքներին, նշվում է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում բազմաթիվ որոշումներ կան, որոնք պահանջում են, որ Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում։ Բանաձևը կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին, պատշաճ հետաքննել լրագրողների նկատմամբ չարաշահումները։ Միևնույն ժամանակ կառույցն անդամ պետություններին եւ դիտորդներին հորդորում է դիվանագիտական միջոցներ ձեռնարկել նրանց ազատ արձակումն ապահովելու համար։ Փաստաթուղթը նաեւ կոչ է անում միջազգային կազմակերպություններին աջակցել փախստական ադրբեջանցի ակտիվիստներին ապաստան տրամադրելու հարցում եւ մերժել քաղաքական դրդապատճառներով արտահանձնումը։ Վեհաժողովը մտադիր է հետևել Ադրբեջանի կողմից ժողովրդավարական նորմերի պահպանմանը։ Մշակույթի, գիտության, կրթության եւ ԶԼՄ-ների հանձնաժողովի պատրաստած փաստաթղթին կողմ է քվեարկել 68 падգամավոր, դեմ 8-ը, ձեռնպահ 6-ը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Վենեսուելային երկրում տեղի ունեցած 2000 երկրաշարժերի ֆոնին։ Նա ընդգծել է, որ բոլոր կառավարական գերատեսչություններին արդեն հանձնարարել է անհապաղ արձագանքել։ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ն կլինի Վենեսուելայի ժողովրդի կողքին եւ նշել, որ ստացվող առաջին տվյալները լուրջ անհանգստություն են ներշնչում։ Ավելի վաղ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասից մոտ 170 կիլոմետր հեռու 39 վայրկյան տարբերությամբ տեղի է ունեցել 7.2 եւ 7.5 մագնիտուդով երկու երկրաշարժ։ Վենեսուելայի ներքին գործերի նախարար Դիոստադո Կաբելոն հայտնել է, որ ամբողջ երկրում փլուզվել են շենքեր, տներ եւ բնակելի կառույցներ։ Նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ նախնական տվյալով զոհվել է 160-ից ավելի մարդ, մոտ 1000-ը վիրավորվել։ Նա սակայն նախազգուշացրել է, որ տուժածների թիվը կարող է աճել։ Երկրում հայտարարվել է արտակարգ դրություն։ Երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացման խաղաղ օվկիանոսյան կենտրոնը ահազանգել է ցունամիի վտանգի մասին Պուերտո Ռիկոյի, ԱՄՆ Վիրջինյան կղզիների եւ բրիտանական Վիրջինյան կղզիների համար։ Տնտեսական վնասները կարող են կազմել Վենեսուելայի ՀՆԱ-ի 2-ից 20%-ը։ Բելարուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնց օգնությամբ Ռուսաստանը համակարգել է Ուկրաինայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարվածները։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ավելի վաղ նա սպառնացել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են ինքնուրույն ոչնչացնել այդ կայանները։ Միևնույն ժամանակ Զելենսկին նշել է, որ իրեն հայտնի չէ այդ կայանները ապամոնտաժվել են թե ոչ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Իրանի հետ տեխնիկական բանակցությունները կսկսվեն հունիսի 30-ին։ Նա հստակեցրել է, որ հանդիպումը կանցկացվի փորձագիտական մակարդակով։ Դրան կմասնակցեն տարբեր հարցերով աշխատանքային խմբեր, այդ թվում պետքարտուղարության էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ։ Ռուբիոն նաև հայտարարել է, որ Իրանը պետք է հնարավորինս շուտ թույլ տա միջուկային տեսուչների մուտքը երկիր։ Նա նշել է, որ դա իրանական կողմի խոստումն է եւ այն պետք է կատարվի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկացի տեսուչները կմիանան ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետներին իրանական հարստացված ուրանի պաշարները գտնելու համար։ Միևնույն ժամանակ Թրամփը հստակեցրել է, որ այդ հարցում չեն շտապում։ Թեհրանն իր հերթին հերքել է, որ որևէ պարտավորություն է ստանձնել տեսուչներին երկրում ընդունելու հարցում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը։ Նա Բաքու է այցելել Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովի 20-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ Նշելով, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի ժողովուրդն ու պետությունը կանգնած էին Իրանի ժողովրդի եւ պետության կողքին, Ալիևը որպես դրա վառ օրինակ է գնահատել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ իր հեռախոսազրույցները, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում այլ շփումներն ու համերաշխության դրսևորումները։ Ադրբեջանի ղեկավարը նաեւ անդրադարձել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների հաջող զարգացմանը։ Ղալիբաֆն էլ երախտագիտություն է հայտնել Իրանի դժվարին ժամանակներում Ալիևի, ադրբեջանական պետության եւ ժողովրդի ցուցաբերած աջակցության համար։ Հյուրը նշել է, որ պատերազմն Իրանին ցույց տվեց նաեւ մուսուլմանական երկրների հետ շփումների կարեւորությունը։ Պատերազմի ընթացքում Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները։ Ադրբեջանը որպես բարեկամ երկիր կանգնած էր Իրանի կողքին, ասել է Ղալիբաֆը։ Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել ապագայում ադրբեջանա-իրանական կապերի առավել դինամիկ զարգացման վերաբերյալ, գոհունակությամբ ընդգծել, որ Աղբենդ քալել է կամրջի շինարարությունն արդեն ավարտվել է եւ Իրանի տարածքով անցնող Արազի միջանցքը եւս կծառայի տարածաշրջանում տրանսպորտային հնարավորությունների ընդլայնմանը։ Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, այդ թվում միջխորհրդարանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ քննարկվել է միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը։ Դավիթ Մուրադյան, լուրեր։